Այսօր մենք ուսումնասիրենք հողի կարևորագույն բնութագրիչներից մեկը՝ pH-ի մակարդակը։ Հողի թթվայնությունը կամ հիմնայնությունը ուղղակիորեն ազդում է բույսերի սնուցման և էկոհամակարգի առողջության վրա։ Ուստի մենք հողի pH-ը որոշելու համար կատարել ենք հետևյալ փորձը։ Վերցրել ենք հողի փոքր նմուշ, մոտ 10-ից 20 սմ խորությունից և լցրել ենք երկու առանձին տարաների մեջ։ Այնուհետև որոշել ենք տարաների հողի pH-ը։ pH-ը որոշել ենք հետևյալ փորձի միջոցով։ Փորձի համար մեզ անհրաժեշտ է նաև լակմուսի թղթեր, թորած ջուր։ Տարանների հողը վերցրեցինք և խառնեցինք թորած ջրին, թողեցինք 5-ից 10 րոպե։ Այնուհետև լակմուսի թղթերը թաթախեցինք հեղուկի մեջ։ Համեմատեցինք թղթի գույնը տուփի վրա նշված սանդղակի հետ։ Ինչպես տեսնում ենք, թղթի գույները համապատասխանում են սանդղակի գույնի հետ, որտեղ pH-ը 7.5 է։ Դա նշանակում է չեզոք է, որը իդեալական է բույսերի համար։ Այնուհետև տարաների հողի մեջ ավելացրեցինք մարտկոցի մնացորդները և պետք է այդ տարաները 3-ից 4 շաբաթ թողնենք դրսում, արևի և անձրևի տակ։ 3 շաբաթից պետք է կրկնենք փորձը։ Փորձը կրկնելուց հետո մենք տեսանք, որ այն տարայի մեջ, որտեղ մարտկոցի մնացորդներն էին, այդ հողի pH-ը փոխվել է և համապատասխանում է 3-ի։ Դա նշանակում է, որ հողի թթվայնությունը փոխվել է, քանի որ մարտկոցները պարունակում են կալցիումի հիդրոքսիդ, որը ուժեղ էլեկտրոլիտ է։ Ուստի 3 շաբաթը լիովին բավարար էր, որպեսզի հողի խոնավությունը սկսի քայքայել մարտկոցի մետաղական կորպուսը և քիմիական նյութերը սկսեն տարածվել։ Ինչպես տեսանք, հողի pH-ի փոփոխությունը հստակ ազդանշան է այն մասին, որ միջավայրում տեղի են ունենում գործընթացներ, որոնք չեն կարող անտեսվել։ Թթվայնության կամ հիմնայնության նույնիսկ չնչին շեղումը կարող է փոխել ամբողջ էկոհամակարգի հավասարակշռությունը։ Մեր ստացած արդյունքները ևս մեկ անգամ ապացուցում են, որ հողի պարբերական հետազոտությունը անհրաժեշտություն է առողջ և վերի շրջակա միջավայր ունենալու համար։